Անցյալ շաբաթ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարին հայտարարել է, որ այդ հարցում Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ եւ առաջնորդվում մեկ ազգ երկու պետություն սկզբունքով։ Բաքվի իշխանական Մինվալ պոլիտիկան ոչ լրիվ մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ ընդարձակ հրապարակումն է արել եւ վերստին քննադատություն հնչեցրել Թուրքիայի որոշակի գլոբալիստական շրջանակների եւ նախկին դիվանագետների հասցեին, որոնք դեմ են Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցի գնահատմամբ Թուրքիայում որոշ ուժեր դավանում են հետազգայնականության գաղափարախոսություն եւ փորձում են երկիրը տանել արևմտականացման ուղղությամբ։ Խիստ ուշագրավ է, որ Մինվալ պոլիտիկայի երկրորդ հրապարակումը հաջորդել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, որի ընթացքում ֆոն դեր Լայենը Թուրքիան անվանել է անկայուն տարածաշրջանում Եվրամիության կայուն գործընկեր։ Մայիսի 5-ին Եվրոպական համայնքի Երևանյան գագաթնաժողովին Իլհամ Ալիևի հերավար ելույթի հաջորդ օրը Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը մեկնել է Բաքու։ Նախորդ օրը Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի վարչապետ Մելոնիին։ Ակնհայտ է, որ Կալասը եւ Մելոնին փորձել են հասկանալ, թե Եվրախորհրդարանի հասցեին Ալիևի կոշտ քննադատությունը գործնականում ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Երևում է Ալիևի դեմարշը նրան ցանկալի դիվիդենտներ չեն բերել եւ նա ոչ այնքան հայ-թուրքական հարաբերություններում սեպարատ առաջընթացից, որքան որ Եվրամիություն-Թուրքիա համագործակցությունից է դժգոհ։ ԹՊԿ մայիսի 15-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կարծես արձանագրել է, որ ռազմավարական իմաստով Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանում Թուրքիայի հենակետը ոչ թե Ադրբեջանը, այլ Ղազախստանն է։ 22 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրն արդեն տարեկան 360 միլիարդ դոլարի հնա է գեներացնում, ունի ոչ միայն նավթի ու գազի, այլև հազվագյուտ մետաղների, ինչպես նաև ուրանի մեծ պաշարներ։ Ղազախստանի այդ ներուժը ռազմավարական հետաքրքրություն է ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի, Եվրամիության, Չինաստանի համար։ Իսկ անցած դեկտեմբերին Վաշինգտոնում գումարված ԱՄՆ Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովին ակնհայտորեն տոն է տվել Ղազախստանի նախագահ Տոկաևը։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն անշուշտ ռազմավարական դաշնակցային են եւ որպես այդպիսին մնալու են, բայց տպավորություն է, որ մեկ ազգ երկու պետություն սկզբունքն ավելի շատ Ադրբեջանը Ռուսաստանից կտրելու, քան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Բաքվի հավակնություններին ենթարկեցնելու գործիք է։ Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, իրանական զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման եւ սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի հետ հանդիպման ժամանակ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին եւ մտադիր է նաեւ այսուհետ ամեն կերպ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, իրանական բանակի նյութատեխնիկական ապահովման կազմակերպման, սպառազինությունների եւ օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Փեզեշքյանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով հրաժարվել է մայիսի 19-ին Իրանին հասցվելիք ԱՄՆ-ի նոր հարվածից։ Այդ երկրները հնարավոր են համարում Թեհրանի հետ համաձայնությունների ձեռքբերումը, որոնք նախատեսում են վերջինիս հրաժարումը միջուկային զենքից։ Իր հերթին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հավաստիացրել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի եւ լի է վճռականությամբ հակառակորդին նոր անակնկալներ մատուցելու համար։ Իր կողմից իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինյան մայիսի 19-ին խոստացել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հարձակումների կրկնության դեպքում Իրանը նրանց դեմ նոր ճակատներ կբացի եւ կդիմի պայքարի նոր մեթոդների։